Ինչ կբադահի, երբ Աստուծո դունը գվերածվի արևդուրի և անօրենության վայրի։ Քրիստոսի ահեղ օրինակը և այսօրվա եկեղեցու բարեկարգման հրադապ կարիքը։ Ժամանակն է խոսելու ներքին արատներու մասին։ Ողջույն սիրելիներ։ Շատերը կնախընտրեն Տեր Հիսուսին տեսնել միայն որպես հեզ ու մեղմ առաջնորդ։ Բայց Ավետարանը մեզ ցույց կտա պահմը, երբ Տիրոջ շուրջ սիրտը բորբոքվեց աստվածային փառքությամբ։ Նա մտրակ պատրաստեց և տապալեց դրամապողների սեղանները, դուրս հանելով բոլոր նրանց, ովքեր Աստծո տունը վերածել էին արևդուրի կենտրոնի։ Այսօր, երբ նայում ենք եկեղեցու ներսում տիրող անբարոյականությանը, պաշտոնների ապօրինի վաճառքին, շահամոլությանը և երկրային հաշիվներին, պետք է հասկանանք, որ Աստված փոխված չէ։ Եկեղեցին կոչված է լինելու աղոթքի տուն, բայց մարդկային ագահությունն ու մեղքը այն դարձուցած են ավազակներու որջը։ Մենք չենք կարող լրել, երբ Սուրբ Խորանի շուրջ տեղի են ունենում անօրենություններ։ Եկեղեցու բարեկարգումը չի սկսվում պատերը մերկելով, այլ սկսվում է մեղքի մերկացումով և ներքին մաքրագործումով։ Տերը պատրաստում է նորից մաքրել իր տունը։ Ուստի ժամանակն է արթնանալու, սրբելու հոգևոր պաշտոնները արատներից և վերադառնալու Ավետարանի բացարձակ սրբությանը։